Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Դատարան է հանձնվել վաղարշաբաթում նախընտրական քարոզչությանը խոչընդոտած Կտրիչ Ներսիսյանի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ նրա որդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, վերջիններս կալանավորված են։ Ինչական կոմիտեն պարզել է, որ օտարերկրյա քաղաքացին գործելով խմբի կազմում Հայաստանի 3 քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով 29.510.000 ռուբլի գումար, որը հայտնաբերվել է Բագրատաշեն սահմանային անցակետում։ Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Աբովյան քաղաքում 24-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են, կասկածյալները Աբովյանի բնակիչներ, եղբայրներ 42-ամյա Աշոտ Սոխրաբցյանը եւ 34-ամյա Բենյամին Սոխրաբցյանը ինքնակամ ներկայացել են իրավապահներին։ Նոյեմբերի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ Սևանալճում գրողների միության հանգստյան տան տարածքում դիկա ոստիկանները հայտնաբերել են կնոջ դի։ Նոյեմբերի 14-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանի հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում դիկա։ Հրշեջ փրկարարները գետից դուրս են բերել մոտ 20-ից 25 տարեկան տղամարդու դի։ Նոյեմբերի 12-ին Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանությունը ահազանգելու հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի։ Պարզվել է, որ նույն օրը տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5-ամսական տղա երեխան։ Շամշանքոմի տեղեկություններով հոկտեմբերի 23-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին Երևանի Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 8 համարի ավտոբուսի վարորդը ուղևորցը չվճարելու շուրջ ցակած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննեսին։ Նոյեմբերի 16-ին տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան բնակավայրում գործող գազալցականներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով Շիրակի մարզի 48-ամյա բնակիչը տուժել է, տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 17-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՎԱԶ-21015 մագնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով տեղում մահացել է։ Նա Մասիս քաղաքի բնակչուհի է, ծնված 1958 թվականին։ Նոյեմբերի 14-ին Արևիկ Տանձուտ գյուղերն իրար կապող ճանապարհահատվածում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վաչեսլավն իր վարած Toyota մագնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Բետոնեսյանը եւ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը եւ ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Դիանան տեղափոխվել են հիվանդանոց։ Նոյեմբերի 16-ին հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել մարզ բնակավայրի ցուցանակին, ապա երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջված հայտնվել մարզ գետում։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 15-ին Ոսկեվազ եւ Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, Ինֆինիտի եւ Լադա մագնիշի ավտոմեքենաները, 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ հաղթանակ բնակավայրի դաշտերում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները մարել են շշահագործվող գազել մագնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, տուժածներ չկան։ Նոյեմբերի 15-ին ահազանգ է ստացվել, որ Բերթավան գյուղի 35-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել է տունը, կանխվել հրդեհի տարածումը մոտակա տներ։ Նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չայկովսկի փողոցի թիվ 11 շենքի բակում տեղադրված ավտոտնակ է այրվում։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։ Հրշեջ փրկարարները մարել են կրակը, տուժածներ չկան, սակայն վնասվել է նաև ավտոտնակի հարևանությամբ կայանած Citroen C5 մագնիշի ավտոմեքենան։